տեսեք, եթե Տրամպի համար Իսրայելի շահերը բոլորից կարևոր են, ապա Իսրայելի շահերը Իսրայելի համար Իսրայելի շահերին հավասար շահ չկա նույնիսկ։ Էլ չասած Ալիևը իրենց համար գործիք է։ Ընդ որում, հիմա այդ գործիքի ազդեցությունը բավականին նշանակություն բավականին փոխվեցել է, որովհետև Իսրայելը կարևոր էր Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, երբ ասել եմ դա, իսրայելական կործանիչները միտեղ պետք է նստեին, երբ որ գան հասնեն աշխատեն Իրանի վրա, անհրաժեշտության դեպքում ինչ որ մի հատ տեղ պետք է լինի, որտեղ իրենք ասենք վնասված լինեն, բանն կարողանան նստել։ Բաց դրանից ընդեղից հետախուզություն, ռադիոհետախուզություն է իրականացում, դե Կասպից ծովն է, Կասպից ծովը հնարավորություն է տալի այդ Գիլանի բան, պարսկական այդ մասով, ապով հետախուզական օպերացիաներ իրականացնել, նույնիսկ, չգիտեմ, ինչ որ ագենտներ տանել իջացնել, որովհետև իրականում օրինակ բոլորը չեն ֆիքսում, բայց Ադրբեջանը ունի 6, եթե ես չեմ սխալվում, 6 սուզանավ Կասպից ծովում, որոնք Բաքվում են կանգնած եւ ակնհայտ է, որ այդ 6 սուզանավը հիմնականում դա ոչ թե բանն են սուզանավերն, որոնք նավեր են ոչնչացնում, սուզանավերն, որոնք բան են անում, ռազմական օպերացիաներ, գաղտնի օպերացիաների իրականացման համար, այսինքն թաքնված գալիս ես մինչև ապ, ընդեղից ակվալանգով քո ուզած ագենտներին բացես տողում, հետո կան վերցնում ես իրենց, այսինքն սա այն է ինչի մասին որ պետք է խոսել, ակնհայտ է, որ Իրանը չունի հակասուզանավային պաշտպանություն Կասպից ծովում, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնի, որ բան չի երևում, չկա այդպես։ Սա ինչի համար է Իսրայելին Ադրբեջանը, բայց սա ամենևին չի նշանակում, որ Իսրայելին անհրաժեշտ է ուժեղ Թուրքիա։ Իսկ ուժեղացնել Ադրբեջանը, տեսեք Ադրբեջանի հախից եկողը բացառապես Հայաստանն է։ Մեծ հաշվով նաև տենց ինչ-որ այդ բանի։ Ինչով հախից գալու։ Ցանկացած բանը։ Այսինքն եթե հիմա կոպիտ ասած մեզ տրվող զենքը չկասեցվի, Ադրբեջանը կպատրեն կակտուզիկ գրելք ոնց որ ասում։ Այսինքն այնտեղ բանակ չկա մեծ հաշվով։ Թուրքիան, եթե Իսրայելը չի խառնում, եթե Իսրայելը հետախուզական տվյալներ չի տալիս, Թուրքիայի հատուկ ջոկայիններն են մենակ, որտեղ Թուրքիան ուղիղ չի կարող մտնել այդ կոնֆլիկտի մեջ, դա դժվար չի։ Մեծ հաշվով Ադրբեջանի ռազմավարական երկարաժամկետ ոչնչացումը դա երկու հատ խողովակ է, որոնք շատ մոտիկ են մեր դիրքերից անում, իրանք մեկ դրա մասին ասում են, հայերը հեսա կտան, որ մի օր կտան կջարդենք, բա ինչ կան։ Այսինքն մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմում, ոնց կարելի է վառելիքային այդ ենթակառուցվածքներին հարվածելով երկիրը բերել կզացնել։ Հիշեցնեմ, որ օրինակ Ադրբեջանի տարածքում նավթամշակող գործարան չկա, իրանք ամբողջությամբ կախված են պահեստներից, իսկ պահեստները շատ ինչ-որ հասանելի են եւ ինչպես ցույց է տալիս ուկրաինական գուրը շատ հեշտ վնասվում են ու երկար վառվում են։ Այսինքն այդ վիճակն է, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք տնտեսապես Ադրբեջանի, որտեղ 80%-ով կախված է նավթից եւ գազից, 80%-ով։ Դա նշանակում է, որ ասենք, եթե մեկ ամիս Ռուսաստան չի, մի հատ է, մի թել է։ Եթե ասենք մի հատ ճնշումային կայան, կոմպրեսորային կայան վնասվի, ու մեկ ամիս ասենք նավթը ու գազը չգնան, Ադրբեջանը խնդիր ունենա։ Եվ սա մասին Ադրբեջանը գիտի, սա ինչով կարանք հախից գանք։ Հիմա ինչա կարևոր Իսրայելը տեսնենք, Էրդողանը ակնհայտորեն Սիրիան այս մասը կարողացավ վերցնել, հիմա իհարկե պայքարագնում քրդերի դեմ, հիմա այնտեղ երևի կանրադառնանք պայքարագնում այդ հանրապետականներին վերացնելու, եւ մեծ հաշվով, քանի որ ուժերը, որոնք եկել են իշխանության, եւ Իսրայելը դա տեսնում է, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում Հեզբոլլայից եւ Համասից, այսինքն նույն աբեկչական բաներն են, Ալ-Նուսրան է, ուղղակի սրանց մեջ կետը կանգնած է Էրդողանը, որը կանգնում ասում է Երուսաղեմը իմն է, դա իմ Օսմանո քաղաքն է եւ այլն, Իսրայելի համար սա վտանգավոր է։ Եվ Իսրայելը չի ուզենա, որ Թուրքիան, Իսրայելը եւս չի ուզենա, որ այդ սելջուկ բոլշևիկյան հրեշը առաջանա։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը այդ նշանակում է, որ ասենք Պոլսից մինչև Հրեն ու Չինաստան, Խաբարովսկ, Յակուտսկ այս ամբողջ բանը իրար միավորել։ Այս սրաբագին կանգնած է Հայաստանը։ Հայաստանն է փակում այդ ճանապարհը մեծ հաշվով, որտեղ Իրանն չի ուզում, ակնհայտ։ Իրանը չի ուզում, Հայաստանը չի ուզում։ Եվ ստեղ է որ բալանսը միշտ պահվում է։
հենց ստեղա, որ նաև ինչ որտեղ Ամերիկան, երբ որ Բայդենի կամ բանի ժամանակ թույլատնում է Իրանի վրա ճնշումը, որովհետև իրանք էլ են հասկանում, որ դա պետք չի։ Դա ոչ մի այդ մեծ բանը խաղացողը ոչ մեկին պետք չի։ Դա ավելնորդ է։ Ոչ Չինաստանին է պետք, ոչ Հնդկաստանին, ոչ մեկին։ Պետք է բացառապես Ռուսաստանին, որովհետև ինչու, որովհետև նախ Ռուսաստանը ղեկավարում է ոչ պակաս հիմար գյադով, որը համարում է, որ ինքը կարա կառավարի, իրեն թվում է ինքը կնստի այդ բանի գահին։ Դա այդպես չի, որովհետև մեծ հաշվով մենք բոլորս գիտենք, որ իրենց կանայք խելքները գնում է թուրք տղամարդկանց համար, այսինքն Կաբաևան հաստատ իրան կմորթի մի հատ ջահել թուրքի համար, էլի մոռացեք, չի կարալ։ Եվ խնդիրը բացի Ռուսաստանից բոլոր մեծ խաղացողների համար հետևյալն է, ինչների սա պետք մոտավորապես 500 միլիոնից մինչև 1 միլիարդ, որտեղ շատ արագ են բազմանում, ովքեր ունեն ապլոմբ, ովքեր համարում են, որ աշխարհի իրանցն է, ովքեր չունեն կրթություն, չունեն քաղաքակրթական ներդրում, կներեք, սա ոչ մի բան չի, շովինիզմ չի, քսենոֆոբիա չի, չունի, սելջուկները չունեն համաշխարհային ներդրում, ոչ մի, սրանք ուղղակի բան են, զավթիչ են, իրանք ոչ մի բանի հիմք չեն կարող հանդիսանել, սա մեծ, շատ սոված, շատ չկրթված, շատ չտես, շատ չուզող, շատ չար կոնգլոմերատա, ազգերի, որոնք մեծ հաշվով իրար ատում են, որովհետև օրինակ ղազախները համարում են, որ թուրք աշխարհի առաջատար ինքն է, Էրդողանը ասում է ես եմ, ղազախները ասում են դու ոնց որ թե լազ ես, այսինքն իսլամ ընդունած վրացի ես, դու թուրք չես, ինչ նորմալ է, որովհետև թուրքական դեմքը դա ղազախների դեմքն է, ուստեղ գալի հայտնում է Օրբանը, որը ասում է թուրքը ես եմ, եւ Թուրքիայի ղեկավարը, պատկերացնում եք, չէ՞։ Բացի դրանից կա ղրղզները, որոնք համարում են, որ ղազախները ով են եղել, որտեղ հիշեցնեմ, որ բավականին երկար սովետական միության ժամանակ դա բաներ ղրղզական հանրապետություն էր, իսկ ղազախները դա ինքնավար հանրապետություն էին Ղրղզստանի մեջ։ Այսինքն ստեղ էս ամբողջ բան, իրանք միասին չեն, բայց իրանք բոլորը սոված են։ Իրանք բոլորը չտես են, իրանք բոլորը չուզող են։ Դուք ոչինչ չեք կարող գտնել, որը իրանք աշխարհին տվել են։ Բայց կարող եք բազմաթիվ բաներ տեսնել, որոնք իրանք ոչնչացրել են։ Ով չի տեսնում սա, սա բոլորը տեսնում են։ Դրա համար տենց ինչ-որ բան է, մոտեցումները տարբեր են։ Բրիտանացիք համարում են, անգլո-բրիտանական այդ բլոկը, սենց է, բրիտանացիք փորձում են կառավարեն, ֆրանսիացիները փորձում են պայմանագրերով բանով, բայց ճնշած պահեն, եւ սա շատ նուրբ խաղ է։ Այս նուրբ խաղի մեջ օվալ կաբինետում նստած անձնավորությունը ինքը բացասական ջոկերն է, ինքը վատն է, ինքը պետք է չխառնվի, որտեղ ինքը չի հասկանում ինչա կատարում, ինքը նախորդ ադմինիստրացիաների 80 տարվա ստեղծած այդ ամբողջ փափուկ ուժի գործիքը մեկ շաբաթվա մեջ ոչնչացրեց։ Հիմա շատերը ասում են կվերականգնվի, ես ձեզ ասեմ, դուք երբևիցե կվստահեք ամերիկյան կառավարությանը։ Ասենք ոնց կարաս դու բանը համաշխարհային ամենակարևոր այդ զզվում եմ ստեղի ազատության գրասենյակից։ Ես համարում եմ, որ սրանք Լևոնի որջն են, ամենավատ բանն է Հայաստանում, որ եղել է, իրանք լևոնական են բոլորը, ինձ համար անընդունելի, բայց 88-89 թվերին Ամերիկայի ձայնը եւ բանը շատ կարևոր դեր էին տանում մեր այդ պայքարի։ Երեխա է, բայց հիշում եմ գոյություն ունի Թուրքիայում մի իրավիճակ, որ Էրդողանը հասկանում է, որ պարտվեց, բազմից խոսացել ենք դες մոտ, ինքը վերջին ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների պարտվեց։ Մանսուր Յավաշը Անկարայի քաղաքապետը եւ Իմամ Օղլուն, որը Ստամբուլի Պոլսի քաղաքապետն էր, իրանք առաջատարներն են այդ հանրապետական կուսակցության, որը մեծ հաշվով բոլոր հարցումներով արդեն առաջին տեղն է զբաղեցնում կայուն։ Մա հարցը հետևյալն է. Էրդողանին անհրաժեշտ է մնալ իշխանության։ Ինչու՞։ Էրդողանին անհրաժեշտ է մնալ իշխանության, ինչպես եւ բոլոր ավտորիտար ղեկավարների, որովհետեւ ինքը գիտի, որ ինքը նստելու է։ Կամ իր բարեկամների երեխեքի ձեռից սաղ կվերցնեն, եթե իշխանությունը փոխվի։
որտեղ ինքը տենց արել է, եւ սրանք էլ են հետ են ֆրոցնելու անելու են։ Ինչպես Նետանյահուն ամնում իշխանության ամեն ինչի գնով, որտեղ ինքը գիտի որ կնստի։ Ինչպես եւ Տրամպն է փորձելու մնա, ինչպես Պուտինն է մնում։ Հասկանում եք բոլորին, ինչպես Իվանիշվիլին է մնում, ինչպես Ալիևն է մնում, այդ բոլոր մարդկանց մոտ արդեն անձնական է, որտեղ իրանք այնքան սխալներ են գործել։ Էրդողանը ինչ է անում, Էրդողանի փորձելով այդ ամեն ինչ իրականացնել, այսինքն երկարաձգնը ցանկալի անժամկետ սարքել իր կամ իր որդիների կառավարումը, ինքը արեց մի քայլ, որը Բախչելին Բախչելի գոյություն չունի Էրդողանի մինյոնն է։ Ասեց եկեք Օջալանին բաց թողենք։ Օջալանին խոսեցրին, Օջալանին ասցին, ասա թող քո մարդիկ զենքը դնեն, այնտեղ ինչ որ մարդիկ հայտնվեցին, որոնք անշուշտ KPK-ի անդամ էին, բայց հայտնի չի թե իրենց ազդեցությունը եւ արդյոք իրանցից բացի ազդեցիկ մարդիկ ասին, համաձայն ենք զենքը վայր ենք դնում։ Սա ինչի համար էր պետք, սա պետք էր, որպեսզի սահմանադրական մեծամասնությամբ իրանց պարլամենտում անցկացնի սահմանադրության փոփոխություն, որը թույլ կտա վերադարձնել պարլամենտական վարչապետական համակարգը, որտեղ որ սահմանափակված չի ինչքան կարող ինքը մնա իշխանության։ Սա լրիվ նորմալ իրավիճակ է, որը որ դու բան ես անում քաղաքական պայքարի մեջ։ Պրոբլեմը եկավ նրանից, որ իր կողմնակիցների մի մասը զգալի ազգայնականները, որոնք որ իրան աջակցում բացի այդ մինյոն Բախչելիից, բավականին մեծ զանգված գործգայլերի, որոնց ինքը դիմել էր օգնության, երբ որ ինքը Գյուլենի դեմ էր պայքարում, եւ հանրապետականները բոլորը դեմ էին դրան։ Ոչ թե քրդերի հետ պայմանավորվել, այլ այդ իրավիճակին։ Իրանք պահանջում էին հանրաքվե, որովհետեւ բոլորը մանավանդ հանրապետական կուսակցությունը երևի 2 տարի է, 1.5 տարի հաստատ պահանջում է ընտրություններ, որպեսզի լինի ռեպրեզենտատիվ նորմալ պարլամենտ, որտեղ հիմա ասում է պարլամենտը չի համապատասխանում բնակչության իղձերին։ Ինչա պետք։ Դրա համար պետք է, օքեյ, Էրդողանը կամ պետք է ասեր եկի կանենք բան, հանրաքվե եւ փոխենք սահմանադրությունը, կամ ինքը պետք է մի կերպ պարլամենտում աներ։ Որպես ինքը պարլամենտում աներ եւ դա հալած յուղի տեղ անցներ, ինքը պետք է մի բան կազմակերպեր, որպեսզի վարկանիշը բարձրացներ։ Քրդական հարցի լուծումը եւ Սիրիայում այդ բաները առաջի հայացքից կարող է լինել։ Եվ ամեն ինչ նորմալ կլիներ, եթե Լաթակիայում չլիներ ջարդեր, որը ավտոմատ բերեց միջազգային հանրության ուշադրությունը ոնց որ sense ֆոկուս եկավ էլի վրան, ասին տղա ջան, ես չհասկացանք դու ոնց որ ասում ես, դու նորմալ մարդ ես։ Այս քո բաստարդները ինչ մի եղերն են անում նորից այնտեղ։ Էնել ռուսների հետ նորից այդ ֆլեշբեքերը առաջացավ, որովհետև ոնց որ Արցախի հարցը փակ չի ու մեկ էլ նորից Ռուսաստանը եւ Թուրքիան ինչ որտեղ քրիստոնյաներ են կոտորում, բարև ձեզ կարող է դուք ապուշ եք։ Այս նույն խաղն եք խաղում, սա բերեց բացականի ընդ որում նաև իր մոտ իր ընդդիմության մեջ եւ ինքը որոշեց անել մի բան ինքը որոշեց ընդդիմության առաջատարին ձերբակալել հայտարարեց որ քանի որ Իմամ Օղլուն իրականում Իմամ Օղլուն շատ հետաքրքիր է հիմա գրում են ակտիվորեն որ ինքը Պոնտոսի հույն է ուղղակի թուրքացրած քանի որ Իմամ Օղլում առաջի համալսարանը որ սովորել է եղել է Հյուսեյն Կիպրոս ինքը հետո տեղափոխվել է բան ասեց դիպլոմը չեղարկում եմ դե որ դիպլոմը չեղարկում ինքը չի կարող մասնակցի ընտրությունների որ ինքը զգաց որ ամբողջ հասարակությունը բարձր ծիծաղած վրան ինքը ասեց հա համել կաշառակերա ու ձերբակալեց Իմամ Օղլուն եւ էլի 100 հոգու իր առնվազն 100-ից ավել սա ավտոմատ վերեց դժգոհության բայց պետք է հասկանանք ինչ սկզբից 30-40 հոգի էին դուրս եկել միտինգի հետո դուրս եկավ երիտասարդությունը պետք է sense որ ամբողջ sense գիծը տանեք կտեսնեք որ օրինակ Կլիչ Դարօղլուն գնացել է Իմամ Օղլուի ընտանիքի մոտ տուն որպեսզի ցույց տա աջակցությունը ամբողջ հանրապետական կուսակցությունը ամբողջ բաներով դուրս են եկել ասել են որ սա քաղաքական պայքար է եւ սրան միացել է նաեւ Մանսուր Յավաշը Անկարայի քաղաքապետ այս երկու քաղաքները իրենց բաներն ընդ որում սա բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում որոշ տեղեր որոշ սոցիալական խմբերի մոտ Մանսուր Յավաշի վարկանիշը շատ ավելի բարձր է քան Իմամ Օղլուի այսինքն այստեղ խնդիրը գնում է sense որ
նախնական պլաները, որ նայում էր ինչա գրած, որ Իմամօղլուն, այսինքն Պոլսի քաղաքապետը կգնա առաջի համարով, Մանսուր Յավաշը, այսինքն Անկարայի քաղաքապետը կաշխատի արևելյան շրջաններում այդ ռեդնեկների, այդ գյուղական համայնքներում, որտեղ իրավարկանիշը ավելի բարձր է։ Ակնհայտ է, որ այս մարդիկ բան են, տարբեր արժեքային են։ Բայց հիմա Էրդողանը ստացավ շատ ավելի վատ իրավիճակ, որովհետև ինքը Պոլսի քաղաքապետին եւ իր շուրջը կանգնած մարդկանց ձերբակալեց շուտ հեքիաթ պատմեց, այն բանից շուտ Twitter-ա գրում։ Այսինքն նես չի էլի, որ կարացել բանի Նավալնի չի, որ տանեն կորցնեն, ասենք հյուսիսներում։ Ի վերջո Թուրքիա, բան չի։ Փոքր է էլի, ուսումս շատ տեղ չես կարա։ Բայց առաջնորդությունը մնաց Մանսուր Յավաշին։ Իսկ Մանսուր Յավաշի վարկանիշը այն շրջաններում, որտեղ որ ուզում եմ ասել Տրամպը, Էրդողանը զարմանալիորեն պարտվեց, լեռնային գյուղական բան, այնտեղ որտեղ որ իսլամիստներն էին ինչ կրում, բայց հիմա պարտվեցին։ Այդտեղ սրա վարկանիշը ավելի բարձր է։ Պարզա որ Պոլսը, Սմիրնան, Անկարան, չգիտեմ, Ադանան, Տրապիզունդը, դրանք երբեք բան չեն, Տրապիզունդը սուտ ասեցի, նրանք կտան։ Այդ խոշոր քաղաքները արևմտյան ափի, իրանք երբեք Էրդողանին ձեն չեն տա կամ իսլամիստներին։ Հա, իսլամիստներին կամ բաներին ձեն կտան այդ գյուղական համայնքների։ Սրանք կգնան ինչ որ մեկին ձեն կտան, հիմա դե Մանսուր Յավաշնա։ Այ եթե ինքը Մանսուր Յավաշին վերցներ, ապա կարող է հանրապետականը զրկվել գյուղական եւ լեռնային շրջանների աջակցությունից, որովհետեւ նրանք շատ անձնավորված բան են։ Բարձր որ Պոլսը անձնավորված չի, Պոլսը գաղափարների հետևից է գնում։ Սա կյանք տենց է։ Այսինքն այդտեղ հաշվարկը սխալ էր։ Եվ քանի որ հաշվարկը սխալ էր եւ իր այս հայտարարությունը, որ ոչ բան չի կատարվում, 80 տարեկան չորցած դիմենցիայով բձեքը պետք է ռադա լինեն քաղաքականությունից, որտեվ իրանց ամեն մի արածը ծիծաղը առաջացնում ու բերում է ֆանտաստիկ վատ արդյունքների։ Ես չգիտեմ Տրամպը, հա Տրամպին լավ վերաբերում, Էրդողանը ոնց է որոշել, որ փոքր է։ Իրան թվում է ինքը որ YouTube-ը փակում է, մարդիկ չգիտեն ինչ է կատարվում։ Չէ, իր հույսն է, որ ինքը մնացել է, ինքն է իր հեռուստատեսությունն է, ինքը հիմա կասի մի քանի մարդ, հա, ու իրան կհավատան ու ոչ մեկ դուրս չի գա։ Տղա ջանը տենց չի է։